Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու երրորդ գիրք 10-րդ գլուխ։ Շաբայի թագուհին այցելությունը։ Շաբայի թագուհին Սողոմոնի համբավը եւ Տիրոջ անունը լսեց ու եկավ որ զայն հանելուկներով փորձարգե։ Ան Երուսաղեմ հասավ հույժ շատ հետևորդներով, փուրավետ համեմներ եւ հույժ շատ ոսկի ու պատվական քարեր գրող ուղդերով։ Երբ Սողոմոնի քով եկավ, անոր հետ խոսեցավ իր սրտի մեջ եղած ամեն ինչի մասին։ Սողոմոն անոր բոլոր հարցումները բացատրեց, թագավորեն թաքնված ոչ մեկ խոսք կար, որ չկարենար բացատրել անոր։ Երբ Շաբայի թագուհին տեսավ Սողոմոնի ամբողջ իմաստությունը, անոր գառուցանած դունը, անոր սեղանին ուտելիքները, անոր ծառաներուն բնակարանները, անոր սպասարկուներուն գեցվածն ու անոնց հանդերձները, անոր մադրվակները եւ Տիրոջ դունը բարձրանալու ելնարանը, խելքը գլուխեն քնած։ Ուստի թագավորին ասավ. ուրեմն քո արարքներուդ եւ իմաստությանդ մասին իմ երկրից մեջ լսած խոսքերս ճշմարիտ էին, բայց ես այդ խոսքերուն չհավատացի, մինչեւ որ անցամբ եկա ու իմ աչքերովս տեսա, եւ ահա ասոր գեսը ինձի պատմած չէին, քո իմաստությունդ ու փարորությունդ իմ լսած համբավս կգերազանցեն։ Երանի քու մարդոցդ, երանի այս ծառաներուդ, որոնք շարունակ քո արջևդ գնալով քու իմաստությունդ կլսեն։ Օրհնյալը լա քո Աստվածը Եհովան, որ քեզի հաջեցավ ու քեզ Իսրայելի գահին վրա դրավ։ Եհովան Իսրայելը հավիտյան սիրելուն համար քեզ թագավոր նշանակեց, որբեսի իրավունքը եւ արդարությունը գիրարգես։ Ապա թագավորին 120 դաղանդ ոսկի, հույժ շատ փուրավետ համեմներ ու պատվական քարեր տվավ։ Ալ անգե յետ այնչափ շատ փուրավետ համեմ չեկավ, որչափ Շաբայի թագուհին Սողոմոն թագավորին տվավ։ Քիրամի նավադորմը, որ ոփիրեն ոսկի գբերեր, ոփիրեն հույժ շատ ալմուկ փայդեր եւ պատվական քարեր ալբերավ։ Թագավորը ալմուկ փայդեն հենարաներ շինեց Տիրոջ դան ու թագավորին դան համար, նաեւ քնարներ եւ դավիղներ երկողներուն համար, ալ այսպիսի ալմուկ փայտ չեկավ, ոչ ալ դեստվեցավ մինչև այսօր։ Սողոմոն թագավորը Շաբայի թագուհին բոլոր ուզածները եւ խնդրածները տվավ։ Սողոմոն թագավորին իր արարածությունությամբ անոր տվածեն զատ։ Հետո անդարձավ ու իր երկիրը գնաց, ինք եւ իր ծառաները։ Սողոմոն թագավորին հարստությունը։ Մեկ դարվա մեջ Սողոմոնի եկած ոսկիին գշիրը 666 դաղանդ ոսկի էր, արևդրականներեն, վաճառականներու արևդուրեն, Արաբիայի բոլոր թագավորներեն ու երկրի գուսակալներեն արածեն զատ։ Սողոմոն թագավորը գրածո ոսկի 200 ասպար շինեց, ամեն մեկ ասպարի համար 600 սիգ ոսկի կործածվեցավ։ Գրածո ոսկի 300 վահանալ շինեց, ամեն մեկ վահանի 3 մնաս ոսկի կործածվեցավ։ Թագավորը զանոնք Լիբանանի անդարին դունը թրավ։ Թագավորը փղոսկրե մեծ քահ մշինեց ու զուտ ոսկիով բադեց զայն։ Այս քահը 6 աստիճան ուներ։ Քահին վերի մասը յետևեն գլոր էր, նստելու դեղը մեկ կողմեն ու մյուս կողմեն հենարաններ ուներ։ Հենարաններուն կով 2 առյուծներ կգենային։ Հոն 6 աստիճաններուն վրա մեկ կողմեն ու մյուս կողմեն 12 առյուծներ կգենային։ Ոչ մեկ թագավորության մեջ նույնպիսի բան մշինված էր։ Սողոմոն թագավորին բոլոր խմելիքի անոթները ոսկի էին։ Լիբանանի անդարին դամ բոլոր անոթները մաքուր ոսկի էին։ Արձատե չկար, որովհետև ան Սողոմոնի օրերը ոչինչ կսեպվեր։ Արտարև թագավորը ծովու վրա Թարսիսի նավադորմ ուներ Քիրամի նավադորմին հետ։ Թարսիսի նավադորմը 3 տարին անգամը գուքար ոսկի արձատ փղոսկ, նաև գաբիկներ ու սիրամարգներ փոխադրելով։ Սողոմոն թագավորը երկրի բոլոր թագավորներեն ավելի մեծ եղավ հարստությամբ եւ իմաստությամբ։ Ամբողջ երկիրը գփապակեր Սողոմոնի երեսը տեսնել ու անոր իմաստությունը լսել, որ Աստված անոր սիրտի մեջ դրած էր։ Անոնցմե յուրաքանչյուրը իր ընձանգը բերեր, արձատե անոթներ, ոսկիե անոթներ, հանդերձներ, զենքեր, փուրավետ համեմներ, ցիեր եւ չորիներ, ամեն տարի դարեգան քանակը։ Սողոմոն գարկեր ու ցիավորներ ավակեց, ան 1400 գարկ եւ 12000 ցիավոր ուներ։ Զանոնք գարկերու քաղաքներուն մեջ ու Երուսաղեմ թագավորին կով դեղավորեց։ Թագավորը Երուսաղեմի մեջ արձատը քարերու բես հասարակ բան մռավ,
Նաև մայրի փայտը Թաշտակեդինի մեջ եղող ժանդաթզեներուն չափ արատ հրավ։ Սողոմոնի ցիերը Եգիպտոսեն գուքային, թակավորին վաճառականներուն գարավանը որոշ քինովմը ցիերու երամակներ գքներ։ Եգիպտոսեն գարկմը գարտածվեր 600 սիգ արձատի, իսկ ցիմը 150 սիգ արձատի։ Կեդացներու բոլոր թակավորներուն համար եւ Սուրիայի թակավորներուն համար անոնց ցերկով այդպես գարտածվեին։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։